Պատկերացրեք մի մարդու, ում սիրում էր մի ամբողջ ժողովուրդ։ Ոչ թե հարգում, ոչ թե գնահատում, այլ հենց սիրում։ Այնպես ինչպես սիրում են ընտանիքի ամենաթանկ անդամին։ 100 միլիոնավոր մարդիկ նրա դեմքը տեսնելիս ժպտում էին դեռ նախքան նա բերանը կբացեր։ Փողոցում անծանոթ մարդիկ մոտենում էին նրան, գրկում, արցունքն աչքերին խնդրում. «Մի բաժակ խմենք քեզ հետ, մհեր ջան, մի բաժակ, քո կենացը»։ Եվ նա ժպտում էր։ Միշտ ժպտում էր։ Բայց ահա այն հարցը, որից սկսվում է մեր ամբողջ պատմությունը, այն հարցը, որից սարսռում է սիրտը, երբ բոլորը գնում էին տուն, երբ վերջին երկրպագուն հեռանում էր, երբ լույսերը հանգչում էին, ում հետ էր մնում աշխարհի ամենասիրված մարդը։ Պատասխանը սարսափելի է իր պարզությամբ։ Նա մնում էր մենակ։ Բացարձակ, ամբողջական, անդարման մենության մեջ, որից թաքնվում էր միակ տեղում, որ գիտեր՝ բաժակի հատակին։ Տարիների հեռվից մենք նայում ենք նրա ֆիլմերին եւ ծիծաղում։ Ծիծաղում ենք Միմի Նոյի միամիտ ու բարի վարորդի վրա։ Ծիծաղում ենք Կովկասի գերուհու Ջաբրայիլի վրա։ Ծիծաղում ենք այն տխուր ու հախուռն աչքերի վրա, որոնք կարող էին մեկակնթարթում մարդուն եւ ծիծաղեցնել, եւ լացեցնել։ Բայց մենք ծիծաղում էինք, չիմանալով ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունն այն էր, որ էկրանից այն կողմ, այդ նույն ժպիտի հետևում, ընթանում էր մի կյանք, որը ավելի շատ նման էր սարսափ ֆիլմի, քան կատակերգուց երկության։ Հիվանդ կին, որին նա կորցնում էր կամաց-կամաց ամեն օր մի կտոր, որդի, որին սպասում էր նույն ճակատագիրը, դուստր հեռավոր երկրում, եւ բաժակ, որը ամեն երեկո դառնում էր ավելի լի։ Մի մարդ, ով աշխարհին նվիրում էր ծիծաղ, իսկ իր համար պահում էր միայն ցավը։ Եվ ահա այստեղ ծնվում է այն հարցը, որը մինչ օրս պատասխան չունի։ Այն հարցը, որը կախված է մնում Հայաստանի ամբողջ պատմության վրա, ինչպես չպատասխանված մեղադրանք։ Ովքեր էին այն մարդիկ, որ ամեն երեկո լցնում էին այդ բաժակը։ Ընկերներ էին նրանք, որ չէին կարողանում տեսնել իրենց կուշքի ցավը։ Թե դահիճներ, որ դանդաղ, բաժակ առ բաժակ, օր-օրի տանում էին նրան դեպի վերջը։ Միգուցե եւ մեկը, եւ մյուսը։ Իսկ գուցե դահիճը ոչ թե մարդ էր, այլ մի ամբողջ դարաշրջան, մի ամբողջ ժողովուրդ, որը սիրում էր նրան մինչ մահ, բառիս ուղիղ իմաստով։ Մենք կփորձենք վերականգնել այս պատմությունը, ոչ թե դատելու, այլ հասկանալու համար։ Ով էր իրականում Մհեր Մկրտչյանը, եւ ով էր նրան կամացուկ խլում մեզնից, մինչ մենք տափահարում էինք։ Որովհետեւ որքան երկար ենք նայում նրա ժպիտին, այնքան ավելի պարզ ենք տեսնում, որ դա ուրախության ժպիտ չէր։ Դա մի մարդու ժպիտն էր, որը ողջ ուժով պահում էր իրեն, որպիսի չփլվի մարդկանց աչքի առջև։ Որպեսի հասկանանք, թե ինչպես մարդը սովորում է ժպտալ ցավի միջից, պետք է վերադառնանք հենց սկզբին։ 1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում, այն քաղաքում, որն այսօր կոչվում է Գյումրի, ծնվեց մի տղա, ում տվեցին Մհեր անունը։ Բայց փաստաթղթերում նա գրանցվեց որպես Ֆրոնզիկ, ի պատիվ խորհրդային զորավար Ֆրոնզեի, եւ հենց այս անունով նրան ճանաչեց ողջ միությունը։ Արդեն իսկ այս փոքրիկ մանրամասնում թաքնված է մի ամբողջ ճակատագիր, մարդ, որն ապրելու էր երկու անունով, երկու դեմքով, երկու կյանքով։ Մեկը ժողովրդի համար, մյուսը իր համար, փակ դռների ետևում։ Մեկը պայծառ ու ծիծաղեցնող, մյուսը խավար ու լուռ։ Նրա ծնողները, Մուշեղն ու Սանամը, ողջ էին մնացել մի սարսափից, որի անունն այսօր մենք արտասանում ենք Շշուկով, հայոց ցեղասպանություն։ Նրանք երկուսն էլ որբ էին, փրկվածներ, մարդիկ, ովքեր երեխա ժամանակ տեսել էին այնպիսի բաներ, որ ոչ մի երեխա չպետք է տեսնի։ Նրանք իրենց հետ կրում էին այն լուռ վախը, որ փրկվածներն ողջ կյանքում կրում են իրենց ներսում։ Վախ, որ երջանկությունը ժամանակավոր է, որ ամեն լույսից հետո գալիս է խավարը։ Եվ այս ցավը, այս արյան մեջ նստած վախը փոխանցվեց նաև որդուն։ Հետպատերազմյան Լենինականը սով էր, ցուրտ ու աղքատություն, հաց չկար, երեխաները հաճախ քնում էին քաղցած, եւ Մուշեղ հայրը, որպեսի կերակրեր երեխաներին, գործվածքի գործարանից բամբակ էր գողանում ու վաճառում սև շուկայում։ Դա ոճիշ չէր սովորական իմաստով, դա հոր հուսահատ փորձ էր, փրկելու երեխաներին սովից։ Բայց այդ տարիների օրենքն անողոք էր։ Մի օր նրան բռնեցին։ Դատավճիռը անքութ էր։ 10 տարի ծանր աշխատանք հեռավոր Ռուսաստանում, Նիժնի Տագիլում, անտառ կտրելու։ Այսպիսով, փոքրիկ Մհերը մեծացավ առանց հոր, սովի ու պակասության մեջ, սովորելով, որ կյանքը առաջին հերթին պայքար է գոյատևման համար։ Տղան, ով հետագայում ողջ միությանը սովորեցնելու էր ծիծաղել,
Մանկության տարիներին հազիվ էր ճանաչում ուրախությունը։ Հայրն ինչ որտեղ հեռվում էր, մայրը գիշեր ցերեկ աշխատում էր, իսկ տանը մնում էր սովն ու ցուրտը։ Բայց ահա այստեղ էլ բացահայտվում է այս երեխայի զարմանալի շնորհը։ Այնտեղ, որտեղ ուրիշները ճնշվում էին վշտից, փոքրիկ Մհերը գտել էր մի զենք՝ ծիծաղը։ Նա կարող էր այնպես ընդօրինակել հարևաններին, ուսուցիչներին, փողոցի մարդկանց, որ ամբողջ թաղամասը գլորվում էր ծիծաղից։ Քաղցած, ցրտից կապտած, հոր կարոտով տառապող այս տղան սովորել էր մի բան, որը հետագայում դառնալու էր եւ իր փրկությունը, եւ իր անեծքը։ Նա սովորել էր ուրիշներին ուրախացնել, սեփական ցավը թաքցնելով։ Ծիծաղը նրա համար դիմակ չէր, ծիծաղը նրա համար վահան էր, եւ որքան մեծ էր ցավը ներսում, այնքան ավելի վառ էր ժպիտը դրսում։ Հարցն այն է, արդյոք մի մարդ կարող է ողջ կյանքն ապրել ուրիշներին տալով այն ուրախությունը, որից ինքն այդքան զրկված էր։ Եվ ինչ է լինում, երբ վահանն ի վերջո ճաքում է։ Որպեսզի լիարժեք հասկանանք Մհերին, պետք է հասկանանք այն քաղաքը, որ ծնեց նրան։ Լենինականը, հին Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին, միշտ եղել է Հայաստանի հումորի մայրաքաղաքը։ Կա այնպիսի բան, ինչպիսին գյումրեցու հումորն է, սուր, արագ, ինքնահեգնական, մի հումոր, որ ծնվում է հենց դժվարությունից, աղքատությունից, ցավից։ Գյումրեցին կարող է ամենածանր պահին գտնել մի բառ, որ ողջ սենյակը ծիծաղի։ Սա ոչ թե թեթևամտություն է, այլ գոյատևման եղանակ, փիլիսոփայություն, որ սերունդներ շարունակ պաշտպանել է այս քաղաքի մարդկանց հուսահատությունից։ Եվ Մհերը այս քաղաքի ամենավառ զավակն էր։ Նրա մեջ ապրում էր ողջ Գյումրու հոգին, այն հոգին, որ ծիծաղում է, որպեսզի չլացի։ Երբ հայրը Մուշեղը տարիներ անց վերադարձավ Աքսորից, նա արդեն ուրիշ մարդ էր։ Ծանր աշխատանքը հեռավոր ցուրտ երկրում, անտառների մեջ ջարդել էր նրա առողջությունն ու ոգին։ Որդին, ով մեծացել էր առանց հոր, հանկարծ կրկին ուներ հայր, բայց այդ հայրը արդեն այլ մարդ էր, կոտրված, լուր, հոգնած կյանքից։ Ահա եւս մեկ վերք, որ փոքրիկ Մհերը կրեց իր մեջ, ոչ թե հոր բացակայության, այլ նրա վերադարձի վերքը։ Տեսնել մի մարդու, ով ժամանակին ուժեղ էր, իսկ հիմա կոտրված է։ Միգուցե հենց այստեղ նա առաջին անգամ սովորեց, թե ինչ է նշանակում կորցնել մարդուն, ով դեռ կենդանի է, ֆիզիկապես կողքին է, բայց հոգով արդեն գնացել է։ Միգուցե հենց այստեղ դրվեց այն ողբերգության սերմը, որը հետագայում ծաղկելու էր նրա սեփական ընտանիքում։ Ով կարող էր այդ ժամանակ իմանալ, որ կյանքը այս դասը կկրկներ, բայց արդեն շատ ավելի դաժան կերպով։ Իսկ տղան մեծանում էր արագ, որովհետև աղքատությունը արագ է մեծացնում երեխաներին։ Նա սովորում էր կյանքին նայել մի յուրահատուկ հայացքով, թախծոտ, բայց բարի, ծանր, բայց ոչ դառնացած։ Հենց այս հայացքն էր, որ հետագայում ողջ աշխարհը տեսնելու էր նրա աչքերում էկրանին։ Այն աչքերը, որոնք ծիծաղում էին, բայց ինչ որտեղ խորքում միշտ լալիս էին։ Մարդիկ տասնամյակներ շարունակ զարմանալու էին, թե ինչպես կարող է մեկ մարդ մեկ հայացքով արտահայտել եւ ուրախություն, եւ վիշտ։ Պատասխանը պարզ է ու սարսափելի։ Այդ աչքերում իսկապես ապրում էին երկուսն էլ։ Միաժամանակ, միշտ։ Որովհետև մարդը, ով այդքան վաղ ճանաչեց ցավը, այլևս երբեք չկարողացավ ամբողջությամբ ազատվել նրանից։ Թատրոնը նրա համար շատ վաղ դարձավ տաճար։ Դեռ պատանի նա խաղում էր Լենինականի ինքնագործ խմբակներում, որտեղ առաջին անգամ զգաց, թե ինչ է նշանակում տիրել մի դահլիճի ուշադրությանը։ 1945-46 թվականներին նա սովորում էր Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, իսկ ավարտելուց հետո ընդգրկվեց հենց այդ թատրոնի հիմնական խմբում։ Այստեղ էր, որ դեռ շատ երիտասարդ տղան ցույց տվեց իր տարիքի համար անսովոր վարպետություն։ Հետո եկավ Երևանը, Պետական Գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որտեղ նրա ուսուցիչը մեծ Վաղարշ Վաղարշյանն էր։ Հենց այստեղ ձևավորվեց այն դերասանը, ում ճանաչելու էր ողջ աշխարհը։ Կա մի լեգենդ նրա ուսանողական տարիների մասին, որից արդեն երևում է, թե ինչ սյուրօրինակ մարդ էր նա։ Ասում են, թատերականում նա կարծես խնդիրներ ուներ պաշտոնական առարկաների հետ, եւ իբր նույնիսկ դիպլոմի հարցում եղել են բարդություններ։ Բայց ճշմարտությունն այն էր, որ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի գնահատական չէր կարող չափել այն, ինչ ուներ այս մարդը, որովհետև տաղանդը գնահատականներ չի ճանաչում։ 1950-ից նա արդեն Երևանի Սունդուգյանի անվան թատրոնի դերասան էր, երկրի առաջատար թատրոնի բեմում։ Իսկ կինոյում առաջին քայլերն արեց 1955 թվականին։
Բեմն ու էկրանը նրա համար դարձան երկու տաճար, որտեղ նա կարող էր ապրել 100 կյանք, բացի սեփականից։ Բայց ինչու էր մարդը, ով ուներ ամեն ինչ ապրելու համար, այդքան ուզում փախչել ուրիշների կյանքերի մեջ։ Իսկական փառքը եկավ 60-ականներին, երբ Լեոնիդ Գայդեը նրան հրավիրեց Կովկասի գերուհիրվի ֆիլմը, եւ երբ էկրաններին հայտնվեց այդ անկրկնելի, թախծոտ ու ծիծաղելի դեմքը, ողջ խորհրդային միությունը սիրահարվեց նրան մի ակնթարթում։ Նրա Ջաբրայիլը, ընկեր Սախովի վարորդը, դարձավ ֆիլմի ամենահիշվող կերպարներից մեկը, չնայած այն ընդամենը երկրորդական դեր էր։ Ահա մհերի մեծ գաղտնիքը։ Նա կարող էր ամենափոքր դերն այնպես խաղալ, որ այն դառնար անմոռանալի։ Մի հայացք, մի շարժում, մի դադար։ Եվ դահալիճն արդեն իր ձեռքերում էր։ Ասում էին, մհերի կողքին չի կարելի վատ խաղալ, որովհետև նա խաղանկերոջն ակամա վարակում էր իր անկեղծությամբ ու անմիջականությամբ։ Հետո եկան Այբոլիտ 66-ը, Տղամարդիկը, Մենք ենք մեր սարերը, Հայրիկը, Նահապետը։ Եվ վերջապես 1977 թվականին Միմինոն, Գեորգի Դանելիայի այն ֆիլմը, որը նրան դարձրեց անմահ։ Այդ ֆիլմի հերոսը, Ռուբիկը, այդ բարի, միամիտ, սրտաբաց հայ մարդը, ով ընկերության համար պատրաստ էր ամեն ինչի, դարձավ ոչ միայն կինոկերպար, այլ ողջ մի ազգի խորհրդանիշ։ Մարդիկ արտասանում էին նրա ֆրազները անգիր, կրկնում էին ամենուր, սերնդեսերունդ։ Նա ստացավ ԽՍՀՄ պետական մրցանակ 1978 թվականին, դարձավ հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, իսկ 1984 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ պատիվ, որն այդ տարի շնորհվեց ողջ միությունում ընդամենը 12 մարդու։ Նա հասել էր գագաթին, նա ուներ այն, ինչի մասին երազում էր ամեն դերասան։ Բայց ահա այն, ինչ մարդիկ չէին տեսնում էկրանի հետևում։ Որքան բարձրանում էր փառքը, այնքան ավելի ծանր էր դառնում այն դիմակը, որ նա կրում էր։ Որովհետև իսկական մհերը ոչ թե կինոյի ուրախ վարորդն էր, այլ մի մարդ, ում աչքերում, եթե ուշադիր նայեիր, միշտ կար մի թախիծ, որ ոչ մի դերասանական վարպետություն չէր կարող ամբողջությամբ թաքցնել։ Ինքը մհերն էր ասում, որ ճշմարիտ կատակերգուն միշտ խորապես տխուր մարդ է, որ ծիծաղը ծնվում է հենց ցավից, որ նա, ով ստիպում է ուրիշներին ծիծաղել, ինքը հաճախ լացում է մենության մեջ։ Միթե նա խոսում էր ինքն իր մասին։ Եվ եթե այո, ապա ինչ էր թաքնված այդ թախիծի հետևում։ Ինչ էր այն, ինչից նա ողջ կյանքում փախչում էր, ծիծաղեցնելով ուրիշներին։ Որովհետև մարդը, ով ունի ամեն ինչ, սովորաբար չի փնտրում փախուստ, իսկ մհերը փնտրում էր միշտ։ Եթե ուզում ենք հասկանալ նրա հոգին, պետք է ուշադիր նայենք նրա դերերին, որովհետև ամեն մեծ դերասան իր ամենախորը գաղտնիքները թաքցնում է հենց իր կերպարների մեջ։ Միմինոյում նրա Ռուբիկը մի մարդ էր, ով հեռու հայրենիքից, օտար մեծ քաղաքում, փորձում էր մնալ ինքն իրեն, բարի, պարզ, անկեղծ։ Հիշեք այն տեսարանը, երբ նա հեռախոսով փորձում է կապվել հեռավոր հայրենիքի հետ, եւ երկու օտար մարդիկ, իմանալով, որ երկուսն էլ հեռու են տնից, սկսում են միասին երգել։ Այդ տեսարանում ողջ մհերն է, մարդ ով կարոտ է, ով հեռու է, ով փնտրում է հարազատություն օտարների մեջ։ Միթե նա չէր խաղում ինքն իրեն, միթե նա ինքն էլ հեռու չէր, ոչ թե հայրենիքից, այլ սեփական երջանկությունից, որ մնացել էր հեռավոր անցյալում։ Մենք ենք մեր սարերը ֆիլմում, Նահապետում, Հայրիկում, ամենուր նա բերում էր այդ նույն խորությունը, որ կատակերգուին վերածում էր ողբերգակի։ Մասնագետներն ասում էին, որ մհերը կարող էր մեկ դադարով, մեկ լուր հայացքով ասել ավելին, քան ուրիշ դերասանները, ամբողջ մենախոսությամբ, որովհետև նա չէր խաղում զգացմունքները, նա ապրում էր դրանք։ Եվ նրա ողբերգությունն այն էր, որ ապրելու համար նրա մոտ ավելի շատ ցավի պաշար կար, քան որևէ մեկի։ Նա ստիպված չէր երևակայել տառապանքը։ Նա պարզապես բացում էր սեփական հոգու դուռը, եւ տառապանքն այնտեղ էր։ Պատրաստ, անսպար։ Ահա թերևս դերասանական մեծագույն շնորհի ամենադառը գինը։ Որքան ճշմարիտ ես խաղում ցավը, այնքան ավելի շատ ցավ ես կրում քո մեջ։ Ինքը մհերն էր ձևակերպել կատակերգուի ճակատագիրը ամենաճշգրիտ կերպով։ Նա ասում էր, որ ժողովրդին ծիծաղեցնելը ամենածանր աշխատանքն է, եթե նա ինքը գիտեր այս ճշմարտությունը։ Եթե նա ինքը հասկանում էր, որ ծիծաղը ծնվում է ցավից, ապա ինչու ոչ ոք իր շուրջը չհասկացավ դա։ Ինչու բոլորը տեսնում էին միայն ուրախ մհերին, եւ ոչ ոք չտեսավ տառապող մարդուն, ով թաքնված է ժպիտի ետևում։ Թե տեսնում էին, բայց հարմար էր չտեսնել։ Որպեսզի հասկանանք այդ թախիծի ակունքը, պետք է բացենք այն դուռը, որի ետևում սկսվում էր նրա իսկական անձնական ողբերգությունը։ Եվ այդ դռան անունը մի կին էր՝ Դոնարա։
Մինչ նրան հանդիպելը Մհերն ունեցել էր մի կարճատև ամուսնություն, կուրս ընկերուհու հետ, որի անունը Քնարա էր։ Բայց այդ կապը երկար չտևեց։ Իսկական ճակատագրական սերը եկավ Դոնարայի հետ։ Նա դերասանուհի էր, գեղեցիկ, տաղանդավոր, Սունդուկյանի անվան թատրոնի աստղ։ Հենց նա խաղաց Ջաբրայիլի կնոջ դերը Կովկասի գերուհի ֆիլմում Մհերի կողքին։ Պատկերացրեք։ Երկու դերասաններ, ովքեր էկրանին խաղում էին ամուսիններ, իրականում եւս ամուսիններ էին։ Կինոյի ու կյանքի սահմանը ջնջվում էր։ Նրանք սիրահարվեցին, ամուսնացան, եւ սկզբում ամեն ինչ թվում էր կատարյալ։ Երկու տաղանդ, սեր, փառք, ապագա։ Ծնվեցին երեխաները՝ դուստրը Նունեն եւ որդին Վազգենը։ Տունը լի էր ծիծաղով ու ձայներով։ Թվում էր, ճակատագիրը այս մարդուն տվել էր ամեն ինչ, եւ համաժողովրդական սեր, եւ ընտանեկան երջանկություն։ Մհերն ապրում էր երազանքի մեջ։ Ցերեկը նկարահանումներ ու բեմ, երեկոյան կոյան տուն, որտեղ սպասում էին կին ու երեխաները։ Նա, ով մանկության տարիներին այդքան զրկված էր ընտանեկան ջերմությունից, հիմա ինքն էր կառուցում այն ընտանիքը, որի մասին երազել էր։ Բայց ճակատագիրն այն վարպետ սցենարիստն է, որը երբեք չի տալիս երջանկությունը ձրի, եւ որքան բարձր է բարձրացնում մարդուն, այնքան ավելի ցավալի է դարձնում անկումը։ Ով կարող էր այդ ուրախ տարիներին պատկերացնել, թե ինչ խավար է մոտենում այս ընտանիքին։ Այդ առաջին տարիները թերևս Մհերի կյանքի ամենապայծառ էջն էին։ Տանը հնչում էր երաժշտություն, գալիս էին հյուրեր, ընկերներ, գործընկերներ։ Մհերն ու Դոնարան երկուսն էլ արվեստի մարդիկ էին, եւ իրենց տունը դարձել էր մի փոքրիկ տաճար, որտեղ ապրում էին եւ սերը, եւ ստեղծագործությունը։ Նրանք միասին քննարկում էին դերերը, միասին պատրաստվում ներկայացումներին, միասին երազում ապագայի մասին։ Դոնարան ոչ միայն գեղեցիկ կին էր, այլ տաղանդավոր դերասանուհի, Սունդուկյանի անվան թատրոնի աստղ, ով ուներ իր սեփական փառքը, իր սեփական երկրպագուները։ Երբ նրանք միասին հայտնվում էին ինչ-որտեղ, մարդիկ շրջվում էին նայելու այս գեղեցիկ փայլուն զույգին։ Կովկասի գերուհի ֆիլմում նրանք միասին խաղացին։ Պատկերացրեք, ամուսին եւ կին, ովքեր կինոյում մարմնավորում էին ամուսին եւ կին, եւ երկու դեպքում էլ դա ճշմարիտ էր։ Էկրանին նրանց հերոսները կռվում էին, հաշտվում, ծիծաղում, եւ այդ ողջ քիմիան իսկական էր, որովհետեւ գալիս էր իսկական զգացմունքից։ Հանդիսատեսը ծիծաղում էր նրանց վրա, չիմանալով, որ դիտում է իրական ամուսինների, իսկ նրանք երջանիկ էին։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ տարիներ անց այս նույն կինը, որ էկրանին այդքան վառ էր ու կենդանի, անհետանալու է հիվանդության խավարի մեջ, եւ որ այս ֆիլմը մնալու է որպես վերջին վկայությունը մի երջանկության, որ այլևս երբեք չվերադարձավ։ Երեխաների ծնունդը ավելի ամրացրեց այս երջանկությունը։ Նունեն ու Վազգենը մեծանում էին սիրո ու հոգատարության մեջ։ Մհերը, ով ինքը զրկված էր եղել հայրական ջերմությունից, հիմա ամբողջ սրտով ուզում էր լավ հայր լինել։ Նա ուզում էր իր երեխաներին տալ այն, ինչից ինքն այդքան զրկված էր մանկության տարիներին։ Ֆիլմերի արանքում, նկարահանումների ընդմիջումներին նա շտապում էր տուն, երեխաների մոտ։ Ահա այստեղ է թաքնված այս ողբերգության ամենադառը հատվածը։ Ճակատագիրը հենց այս երջանկության սրտին հասցրեց հարվածը, որովհետև որքան բարձր է երջանկության գագաթին, այնքան խորն է անդունդը, որ սպասում է ներքևում։ Եվ ոչ ոք այդ պայծառ տարիներին չէր կարող պատկերացնել, թե որքան խորն է լինելու այդ անդունդը։ Փոփոխություն սկսվեց աննկատ։ Երբ Մհերը դարձավ հանրահայտ, Դոնարան սկսեց փոխվել։ Սկզբում դա թվում էր սովորական խանդ, կնոջ խանդ հայտնի ամուսնու հանդեպ։ Ի վերջո, Մհերին սիրում էր ողջ ժողովուրդը։ Կանայք պաշտում էին նրան, ամենուր նրա շուրջը մարդիկ էին։ Բնական է, որ կինը կարող էր անհանգստանալ, բայց խանդը աճում էր, դառնում էր անհեթեթ, անվերահսկելի, ցավագին։ Դոնարան սկսում էր կասկածել ամուսնուն ամեն ինչում, ամեն մարդու հետ, վարվում էր անկանխատեսելի կերպով։ Նա այլևս ինքն իրեն չէր։ Մարդը, ում Մհերը սիրահարվել էր, կամաց անհետանում էր, տեղը զիջելով մեկ ուրիշի, որին նա չէր ճանաչում։ Մհերը չէր հասկանում, թե ինչ է կատարվում սիրած կնոջ հետ։ Նա մտածում էր, գուցե հոգնածություն է, գուցե ճնշում, գուցե ինչ-որ բան ինքն է սխալանում։ Նա փորձում էր ավելի ուշադիր լինել, ավելի շատ տանը մնալ, ավելի շատ սեր ցույց տալ։ Բայց ոչինչ չէր օգնում։ Վիճակը միայն վատանում էր, եւ ի վերջո նա դիմեց բժիշկներին։ Եվ բժիշկները, երկար հետազոտություններից հետո, արտասանեցին այն բառը, որը հնչեց որպես դատավճիռ՝ շիզոֆրենիա։
ծանր, ժառանգական հոգեկան հիվանդություն, որը այդ տարիներին գործնականում անբուժելի էր համարվում։ Մի բառ, որը մի ակնթարթում փլուզեց ողջ այն կյանքը, որ Մհերը կառուցել էր։ Եվ ահա այստեղ բացահայտվեց մի ճշմարտություն, որը Մհերի համար դարձավ կրկնակի հարված, թերևս ավելի ծանր, քան բուն ախտորոշումը։ Պարզվեց, որ Դոնարայի տոհմում եղել են հոգեկան հիվանդներ, որ այս հիվանդությունը ընտանիքում ժառանգաբար փոխանցվում էր։ Բայց հարսանիքից առաջ ազգականները թաքցրել էին այս փաստը։ Մի ողջ ընտանիք, որը գիտեր ճշմարտությունը, լռել էր, որպեսզի աղջկան ամուսնացվի։ Իսկ հիմա այդ լռության գինը վճարում էր մի մարդ, ով ոչնչում մեղավոր չէր, եւ ինչը ամենասարսափելին է, այդ գինը վճարելու էին նաեւ դեռ չծնված սերունդները։ Ինչ պետք է զգար տղամարդը, ով հանգարտ իմանում է, որ իր սիրած կնոջ ճակատագիրը կանխորոշված էր դեռ նախքան իրենց հանդիպումը, եւ որ իրեն դիտմամբ չզգուշացրել են։ Ում վրա բարկանալ։ Ինչպես ապրել այս գիտակցության հետ։ Արդյոք հենց այս պահից չսկսվեց այն դանդաղ ընկղմումը, որից նա այլևս երբեք ամբողջությամբ դուրս չեկավ։ Այդ տարիների կյանքը դժվար է պատկերացնել նրանց համար, ովքեր չեն ապրել նմանատիպ բան։ Պատկերացրեք։ Առավոտյան դու վեր ես կենում, դիմակ ես կրում գնում գնարահանման հրապարակ, որտեղ պետք է ճառագես ուրախություն, որտեղ տասնյակ մարդիկ սպասում են քո կատակին, քո ժպիտին, քո էներգիային։ Դու տալիս ես այդ ամենը, կատարյալ, համոզիչ, փայլուն։ Ոչ ոք չի կասկածում, որ մի քանի ժամ առաջ դու հիվանդանոցում ես եղել կամ դատարկ տանն ես արթնացել։ Իսկ երեկոյան, երբ ամեն ինչ ավարտվում է, դու վերադառնում ես այնտեղ, որտեղ ոչ մի դիմակ պետք չէ, որտեղ կարող ես լինել ինքդ քեզ, բայց հենց այնտեղ քեզ սպասում է ողջ այն ցավը, որ ողջ օրը պահել ես ներսում։ Եվ այսպես, ամեն օր, տարիներ շարունակ, առանց դադարի, առանց հանգստի։ Մարդ չկա, ով կարող է անverջ գրել նման բեռ։ Հոգին, ինչպես մարմինը, ունի իր սահմանը, եւ երբ հոգին այլևս չի դիմանում, մարդը փնտրում է ինչ-որ բան, որ թեկուզ կարճ ժամանակով կթմրեցնի ցավը։ Ոմանք փախչում են աշխատանքի մեջ, ոմանք կրոնի, ոմանք պարզապես փակվում են ինքնամեջ ու լռում։ Իսկ Մհերը, ինչպես շատ ուրիշներ իր դարաշրջանում, գտավ ամենահասանելի, ամենավտանգավոր ճանապարհը։ Բաժակը չէր հարցնում, թե ինչպես ես։ Բաժակը չէր դատում։ Բաժակը պարզապես մի քանի ժամով հեռացնում էր ցավը, որպեսզի հաջորդ օրը այն վերադառնար ավելի ուժեղ։ Եվ սա ամենադավաճան թակարդն է աշխարհում։ Այն, ինչ կարծես օգնում է, իրականում խորացնում է վերքը։ Իսկ ամենասարսափելին այն էր, որ նա մենակ էր այս պայքարում։ Չկար ոչ ոք, ով կասեր նրան. «Մհեր, ես տեսնում եմ քո ցավը, ես այստեղ եմ, դու մենակ չես»։ Կային մարդիկ, ովքեր կասեին. «Մհեր, արի խմենք»։ Կային մարդիկ, ովքեր կասեին. «Մհեր, պատմիր մի կատակ»։ Բայց որտեղ էին նրանք, ովքեր կասեին պարզապես. «Մհեր, ինչպես ես իրականում»։ Հենց այս հարցի բացակայության մեջ էր թաքնված ողջ ողբերգությունը։ Ամենասիրված մարդը ապրում էր այնպիսի մենության մեջ, որից սարսռում է հոգին, որովհետև դա ոչ թե միայնակ մարդու մենությունն էր, այլ բազմության մեջ մենակ մնացած մարդու մենությունը, ամենադաժան տեսակը, որ գոյություն ունի։ Շատերը նրա տեղում կհրաժարվեին, կթողնեին հիվանդ կնոջը, կփնտրեին նոր կյանք, նոր երջանկություն, որին լիովին իրավունք ունեին։ Ոչ ոք չէր դատի նրան։ Բայց Մհերը մնաց։ Նա չհրաժարվեց Դոնարայից, ընդհակառակը, նա իր ողջ ուժը, իր ողջ գումարը, իր ողջ ազդեցությունը ուղղեց նրան բուժելու վրա։ Նա հաճախ հրաժարվում էր հեռանկարային դերերից, մերժում էր նկարահանումներ, որ կարող էին նրան էլ ավելի փառաբանել։ Միայն թե կնոջ կողքին լիներ, միայն թե չթողներ նրան մենակ։ Մարդը, ով կարող էր լինել ողջ միության ամենապահանջված դերասանը, կամովին զսպում էր ինքն իրեն, հանուն մի կնոջ, ով արդեն հազիվ էր ճանաչում իրեն։ Նա Դոնարային տարավ Ֆրանսիա, լավագույն բժիշկների մոտ, հույս ունենալով, որ արտասահմանյան բժշկությունը հրաշք կգործի այնտեղ, որտեղ խորհրդային բժիշկներն անզոր էին։ Նա չէր ուզում հաշտվել։ Նա հավատում էր, որ սերը կարող է հաղթել ամեն ինչին, որ եթե բավական ուժ գործադրի, բավական գումար ծախսի, բավական ջանք թափի, ապա կփրկի կնոջը։ Բայց հրաշք չեղավ։ Շիզոֆրենիան չի բուժվում սիրով, որքան էլ մեծ լինի այդ սերը։ Չի բուժվում գումարով, չի բուժվում ջանքով։ Եվ Դոնարայի վիճակը տարեցտարի միայն վատանում էր։ Ամեն վերադարձ Ֆրանսիայից նոր հույս էր եւ նոր հիասթափություն։ Մարդը, ով ծիծաղեցնում էր միլիոնավորների, տանը ապրում էր մի դժոխքում, որի մասին ոչ ոք չգիտեր։ Ինչ է կատարվում մարդու հոգում, երբ նա ստիպված է ամեն առավոտ դիմակ կրել, թաքցնելու համար գիշերը տեսածը։ Եվ հենց այստեղ ծնվեց այն, ինչ մենք անվանում ենք երկակի կյանք։ Ցերեկը նկարահանման հրապարակում կամ թատրոնի բեմում
Նա ողջ միության ամենաերջանիկ դեմքն էր։ Մարդ, ով ճառագում էր կենսախնդություն ու հումոր։ Գիշերը, տանը, նա մի մարդ էր, ով դիտում էր, թե ինչպես է իր սիրած կինը կամաց-կամաց հեռանում իրականությունից, ինչպես է կորցնում նրան, թեև նա դեռ կենդանի էր, դեռ կողքին էր, բայց արդեն ուրիշ էր, արդեն օտար։ Սա թերևս ամենադաժան կորստի տեսակն է, երբ կորցնում ես մարդուն, ով դեռ կենդանի է։ Չես կարող սգալ, որովհետև նա դեռ այստեղ է, բայց չես կարող նաև երջանիկ լինել, որովհետև նա արդեն գնացել է։ Մնում ես կախված երկու աշխարհների միջև, ոչ ողջ, ոչ մեռած։ Եվ ի վերջո եկավ այն օրը, երբ այլևս հնարավոր չէր դոնորային տանը պահել։ Հիվանդությունն այնքան էր սաստկացել, որ նա վտանգավոր էր դարձել թե իր, թե շրջապատի համար։ Նրան ստիպված էին տեղավորել հոգեբուժարանում։ Պատկերացրեք այս տեսարանը։ Մի մարդ, ով ողջ միության աչքի առջև խաղում էր սիրո ու ընտանիքի մասին, ստիպված էր սեփական ձեռքով տանել կնոջը հիվանդանոց, լքել նրան այնտեղ ու վերադառնալ դատարկ տուն, որտեղ սպասում էին երկու երեխա ու անվերջանալի լռությունը։ Ինչ ասաց նա այդ երեկո երեխաներին։ Ինչպես բացատրեց, թե ինչու մայրիկն այլևս չի վերադառնա։ Այս հարցերի պատասխանը մնում է թաղված ընտանիքի լռության մեջ։ Հենց այս ժամանակ էր, որ բաժակը սկսեց զբաղեցնել այն տեղը, որ նախկինում զբաղեցնում էր ընտանիքը։ Սկզբում դա կարող էր թվալ անմեղ, մի բաժակ, լարվածությունը թուլացնելու համար, մի բաժակ քնելու համար, մի բաժակ, ցավը մի փոքր փթացնելու համար։ Ով կդատեր մի մարդու, ով ամեն երեկո վերադառնում էր այդ դատարկ տուն։ Բայց ցավը չէր անցնում, ընդհակառակը, այն աճում էր։ Եվ բաժակները շատանում էին։ Մարդիկ կողքից նայելով տեսնում էին ուրախ, սրախոս մհերին, ով սեղանի շուրջ էր, ով կատակում էր, ով կենաց էր ասում, ով ընկերության հոգին էր։ Նրանք չէին տեսնում, որ այդ ուրախ մարդը խմում էր ոչ թե ուրախությունից, այլ որպեսզի մի քանի ժամ չհիշեր այն, ինչ սպասում էր իրեն դատարկ տանը։ Իսկ ով պետք է տարբերեր ուրախ խմողին տառապող մարդուց։ Ով պետք է կանգնեցներ նրա ձեռքը, երբ ողջ ժողովուրդը ուզում էր նրա հետ խմել։ Մհերն այս ընթացքում եւս մեկ անգամ փորձեց երջանկություն գտնել։ Երբ Դոնարայի առողջացման ոչ մի հույս չմնաց, նա ամուսնացավ Թամարա անունով մի կնոջ հետ, Հայաստանի գրողների միության նախագահի դստեր։ Այս ամուսնությունը երկար չտևեց, բայց որոշ ժամանակ իսկական մխիթարություն եղավ մհերի համար։ Մարդ, ով այդքան ծարավ էր ջերմության, որ թեկուզ կարճ ժամանակով կրկին ուզում էր զգալ, թե ինչ է նշանակում ունենալ մեկին կողքին։ Բայց ճակատագիրը կարծես որոշել էր, որ այս մարդը երջանկություն չպետք է ճանաչի։ Ամեն փորձ կրկին կանգնելու ոտքի վրա ավարտվում էր նոր անկումով։ Ինչու՞։ Ինչու էր կյանքը այսքան անողոք հենց այն մարդու հանդեպ, ով այսքան ուրախություն էր նվիրում ուրիշներին։ Տարիներն անցնում էին, եւ տարիները հետք էին թողնում։ Այն մարդը, ով 60-ականներին այդքան վառ, այդքան էներգիկ էր, 80-ականներին արդեն փոխվել էր։ Ով ուշադիր նայում էր նրա դեմքին, տեսնում էր, թե ինչպես է ոչ թե ժամանակը, այլ ցավը փորում իրակոսները։ Մազերի մեջ ավելի շատ ջերմակ, աչքերի տակ ստվերներ, որ ոչ մի դիմահարդարում չէր թաքցնում։ Քայլվածքում ինչ որ ծանրություն, ասես ուսերին կրում էր մի բեռ, որ ուրիշները չէին տեսնում։ Նա ծերանում էր ոչ թե տարիներից, այլ կորուստներից։ Եվ ամեն նոր կորուստ ավելացնում էր այդ բեռը։ Մարդ, ով դեռ 60-ն էլ չէր լրացել, արդեն այնքան ցավ էր կրել, որքան բավական կլիներ մի քանի կյանքի համար։ Ֆիզիկապես եւս ալկոհոլը անխնա էր։ Մարմինը, որ տարիներ շարունակ պայքարում էր եւ վշտի եւ ալկոհոլի դեմ, սկսում էր թուլանալ։ Բժիշկները զգուշացնում էին, մտերիմները աղաչում էին, որ նա խնայի իրեն։ Բայց ինչպես խնայել, երբ սթափությունը նշանակում էր կում էր դեմ առ դեմ մնալ այն ամենի հետ, ինչից փախչում էիր։ Ալկոհոլը նրա համար ոչ թե հաճույք էր, այլ դեղ, սխալ դեղ, որը ժամանակավորապես հանգստացնում էր, բայց դանդաղ սպանում էր։ Բայց ամենասարսափելին ֆիզիկական մաշվածությունը չէր։ Ամենասարսափելին այն մենությունն էր, որ աճում էր նրա ներսում, չնայած նրան շրջապատող մարդկանց բազմությանը, որովհետև ահա պարադոքսը, որից սարսռում է հոգին։ Այս մարդը երբեք մենակ չէր մարդկանց մեջ, եւ միշտ մենակ էր իր հոգում։ Նրա շուրջը միշտ կային մարդիկ, ընկերներ, երկրպագուներ, գործընկերներ, պատահական մարդիկ, ովքեր ուզում էին պարծենալ, որ խմել են հենց մհերի հետ։ Թատերական միության դիմացի Պառնաս սրճարանում, որտեղ նա հաճախ նստում էր գործընկերների հետ, միշտ մարդիկ էին հավաքվում նրա շուրջը։
Բայց ով էր նրանցից հարցնում, թե ինչպես է նա իրականում։ Ով էր նստում նրա կողքին ոչ թե բաժակով, այլ պարզապես լռությամբ, որպիսի նա չզգար իրեն մենակ։ Ով էր տուն ուղեկցում նրան եւ մնում, մինչեւ նա կքներ, որպիսի նա չմնար մենակ այդ դատարկ պատերի հետ։ Շատ էին նրանք, ովքեր ուզում էին խմել նրա հետ։ Քիչ էին նրանք, ովքեր ուզում էին պարզապես լինել նրա հետ։ Եթե կարողանայինք հետ գնալ ժամանակի մեջ եւ կանգնել այդ սեղաններից մեկի կողքին, ինչ կտեսնեինք։ Կտեսնեինք մի մարդու, ով ծիծաղեցնում է բոլորին, ով պատմում է անեկդոտներ, ով կենաց է ասում այնպիսի սրամտությամբ, որ ողջ սեղանը գլորվում է ծիծաղից։ Կտեսնեինք երջանիկ, փայլուն մհերին։ Բայց եթե մի պահ կդրվեինք ընդհանուր ուրախությունից եւ ուշադիր նայեինք նրա աչքերին, այն վայրկյանին, երբ նա կարծում է, թե ոչ ոք իրեն չի նայում, կտեսնեինք մի այլ բան։ Մի թախիծ, որ չի համապատասխանում ժպիտին, մի հոգնություն, որ ապրում է խնդության դիմակի տակ։ Հենց այս հակասությունն էր ողջ մհերը։ Ուրախ դրսից, դատարկ ներսից։ Շրջապատված մարդկանցով, բայց բացարձակ մենակ։ Մարդիկ, ովքեր ճանաչում էին նրան, տարիներ անց հիշում էին, որ մհերը երբեմն անսպասելի ընդհանուր ուրախության մեջ հանկարծ լռում էր։ Մի պահ, ասես ինչ որտեղ հեռու էր գնում, ինչ որտեղ, ուր ոչ ոք չէր կարող հետևել։ Հետո կրկին վերադառնում էր, կրկին ժպտում, կրկին կատակում, ասես ոչինչ չէր եղել։ Բայց այդ կարճ լռության պահերին թերևս երևում էր իսկական մհերը, մարդը, ով ողջ կյանքում փախչում էր ինքն իրենից, բայց ոչ միտեղ չէր կարող թաքնվել սեփական ցավից, որովհետև ցավը միշտ քեզ հետ է։ Այն գնում է քեզ հետ ամենուր, ամենաաղմկոտ սեղանի շուրջ, ամենավառ բեմին, ամենաշատ տափահարությունների մեջ։ Եվ ահա այստեղ ծնվում է մի մտածմունք, որ չի թողնում հանգիստ։ Միգուցե մհերի ողբերգությունը ոչ թե նրա մեջ էր, այլ մեր մեջ, որովհետև մենք ստեղծեցինք մի կուռք եւ մոռացանք, որ կուռքի ետևում մարդ կա։ Մենք ուզում էինք միշտ տեսնել ուրախ մհերին, եւ նա մեզ տվեց ուրախ մհերին, որովհետև շատ էր սիրում մեզ, որպիսի հիասթափեցներ։ Բայց այդ սերը, որ նա տվեց մեզ չստիպեց փոխադարձել։ Մենք վերցրինք ուրախությունը եւ չտվեցինք ոչինչ դիմաց, բացի ծափերից ու բաժակներից։ Իսկ ծափերն ու բաժակները չեն տաքացնում մարդուն գիշերը, երբ նա մնում է մենակ։ Ով կարող է ասել, որ եթե այդ հազարավոր մարդկանցից թեկուզ մեկը մնար նրա կողքին ոչ թե բաժակով, այլ պարզ մարդկային հոգատարությամբ, ամեն ինչ այլ կլիներ։ Ով կարող է ասել, թե քանի կյանքոր է կորել հենց նրա համար, որ բոլորը սիրում էին հեռվից եւ ոչ ոք մոտից։ Իսկ տանը նրան սպասում էր նոր հարված, թերևս ամենադաժանը։ Քանի որ շիզոֆրենիան ժառանգական հիվանդություն է եւ մհերը դա գիտեր, նա տարիներ շարունակ ապրում էր մի վախի մեջ, որը ոչ մի րոպե նրան հանգիստ չէր թողնում։ Իսկ եթե երեխաները։ Ամեն անգամ, երբ որդին կամ դուստրը ինչ որ տարօրինակ բան էին անում, նրա սիրտը կանգ էր առնում։ Եվ մի օր նա սկսեց նկատել, որ որդին Վազգենը իրեն տարօրինակ է պահում։ Նույն նշանները, որ նա արդեն ճանաչում էր դոնորայի մոտ, նույն հայացքը, նույն սարսափելի ճանապարհը։ Ինչ որ պահի այլևս հնարավոր չէր հերքել ճշմարտությունը։ Հիվանդությունը, որ խլել էր կնոջը, հիմա ձեռք էր մեկնում որդու կողմը։ Եվ եկավ պահը, երբ Վազգենին եւս ստիպված էին տեղավորել նույն տիպի հաստատությունում, որտեղ արդեն գտնվում էր մայրը։ Պատկերացրեք այս տեսարանը. հայր, ով կորցրել է կնոջը հիվանդության պատճառով, եւ հիմա նույն հիվանդությունը խլում է որդուն։ Ասում են, երբեմն հիվանդանոցում մայրն ու որդին հանդիպում էին միմյանց, բայց արդեն չէին ճանաչում իրար։ Անցնում էին կողք կողքի, որպես անծանոթներ։ Մայր ու որդի, արյունակից մարդիկ, որ ժամանակին նույն տանանույն սանը ապրել են, որ նույն սեղանի շուրջ են նստել, հիմա անցնում էին միմյանց կողքով առանց ճանաչման որևէ նշույլի։ Ինչ պետք է զգար մարդը, ով գիտեր, որ իր ընտանիքի անդամները դեմ առ դեմ կանգնած այլևս չեն ճանաչում միմյանց։ Ինչպես է մարդը շարունակում ապրել նման գիտակցության հետ։ Ինչպես է հաջորդ առավոտ վեր կենում ու գնում նկարահանման, ժողովրդին ծիծաղեցնելու։ Կա ինչ-որ անասելի դաժան բան հենց այս մանրամասնում։ Մարդիկ, ովքեր ժամանակին նույն տանն են ապրել, որ նույն սեղանի շուրջ են նստել, որ իրար սիրել են, որ արյունակից են, անցնում էին հիվանդանոցի միջանցքում միմյանց կողքով առանց ճանաչման որևէ նշույլի։ Մայր ու որդի։ Երկու հոգի, որոնց ճակատագիրը կապել էր եւ արյունով, եւ նույն հիվանդությամբ։ Եվ նրանք միմյանց համար
արդեն օտար էին։ Որ սցենարիստը կհամարձակվեր գրել նման տեսարան, որովհետև նույնիսկ ամենադաժան դրաման չի կարող մրցել կյանքի այս դաժանության հետ։ Իսկ մհերը, հայրն ու ամուսինը ստիպված էր ապրել այս ողջ ճշմարտության հետ, գիտակցել այն ամեն օր, ամեն ժամ։ Որդին Վազգենը, ով ժամանակին փոքրիկ տղա էր, ով վազում էր հոր գիրկը, ով ծիծաղում էր հոր կատակների վրա, հիմա հիվանդության խավարում էր, նույն այն խավարում, որ արդեն կլանել էր մորը։ Մհերի համար սա ոչ միայն կորուստ էր, այլ ինչ-որ իմաստով սեփական մեղավորության զգացում, թեև նա ոչնչում մեղավոր չէր։ Որովհետև որ հայրը չի մտածի, իսկ եթե ես այլ կին ընտրեի, իսկ եթե ես իմանայի ճշմարտությունը, արդյոք իմ երեխաները կազատվեին այս ճակատագրից։ Այս հարցերը, որ պատասխան չունեն, որ ոչ ոքի մեղադրել չեն կարող, բայց որ պատռում են սիրտը, ուղեկցում էին նրան մինչ վերջ։ Եվ ոչ մի բաժակ, ոչ մի դեր, ոչ մի ծափահարություն չէր կարող դրանք լրացնել։ Եվ այս ողջ ընթացքում նա շարունակում էր ապրել ժողովրդի աչքի առջև։ Մարդիկ, ովքեր փողոցում մոտենում էին նրան, ծիծաղում, խնդրում ինքնագիր կամ լուսանկար, չգիտեին, որ խոսում են մի մարդու հետ, ում ընտանիքը կազմալուծվել է հիվանդանոցի պատերի մեջ։ Նրանք տեսնում էին միայն մեծ մհերին, սիրված կուռքին, ուրախության աղբյուրին։ Իսկ նա ժպտում էր նրանց, ստորագրում, լուսանկարվում, եւ ոչ ոք երբեք չէր կրահում, թե ինչ դժոխք է թաքնված այդ ժպիտի ետևում։ Ահա դերասանական ամենամեծ վարպետությունը, որ նա ստիպված էր ցույց տալ, ոչ թե բեմում, այլ կյանքում։ Ամեն օր խաղալ երջանիկ մարդու դեր, երբ ներսում ամեն ինչ փլվում է։ Իսկ ով էր ծափահարում այս դերի համար։ Ոչ ոք, որովհետև ոչ ոք չգիտեր, որ դա դեր է։ Կա մի բան, որ դառնում է հատկապես ցավալի, երբ մտածում ես այս ամենի մասին։ Այս մարդը, մհերը, ողջ ժողովրդին ընտանիք էր նվիրում էկրանին։ Նա խաղում էր հայր, ամուսին, ընկեր, բոլոր այն դերերը, որոնք իրականում քանդվում էին իր սեփական կյանքում։ Հայրիկ ֆիլմում նա մարմնավորում էր իդեալական հոր կերպար, ջերմ, հոգատար, սիրող հոր, մինչ իր սեփական հայրությունը վերածվում էր անվերջ ցավի։ Որ դերն էր ավելի դժվար՝ էկրանինը, թե կյանքինը։ Որովհետև էկրանին նա կարող էր փրկել իր երեխաներին, կարող էր նրանց երջանկություն տալ, կարող էր երջանիկ ավարտ ունենալ։ Իսկ կյանքում նա անզոր էր։ Եվ որքան ուժ է պետք, որպիսի ամեն օր կանգնես տեսախցիկի առջև ու խաղաս երջանկություն, երբ քո սեփական տանը երջանկության հետքն անգամ չի մնացել։ Եվ ահա մենք հասնում ենք այն հարցին, որից սկսել էինք, այն հարցին, որը կախված է մնում ողջ պատմության վրա, ինչպես սուր, որ կտրում է մինչ ոսկորը։ Ովքեր էին այն մարդիկ, որ շրջապատում էին նրան վերջին տարիներին։ Որովհետև մհերի շուրջը միշտ սեղան էր, միշտ բաժակներ, միշտ մարդիկ, ովքեր լցնում էին, կենաց ասում, պնդում. «Եվս մեկ, մհեր ջան, եվս մեկ, քո պատվին»։ Արդյոք նրանք ընկերներ էին։ Մարդիկ, ովքեր անկեղծորեն սիրում էին նրան, բայց պարզապես չէին հասկանում, որ ամեն բաժակ, որ լցնում էին, մի քայլ էր դեպի անդունդը։ Թե նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար դահիճներ էին, ովքեր կերակրվում էին հենց հանճարի ներկայությունից, եւ ում համար մհերի թուլությունը պարզապես առիթ էր, մոտ լինելու մեծությանը, պարծենալու, որ իրենք էլ մհերի սեղանի շուրջ էին։ Հայ ժողովուրդը խորհրդային դարաշրջանի ողջ տարածքի հետ միասին ապրում էր մի մշակույթի մեջ, որտեղ բաժակը գրեթե սրբազան բան էր։ Կենացը սիրո ու հարգանքի անկեղծ հիացմունքով։ Ոչ ոք չէր ուզում նրա վատը, բայց հազարավոր անկեղծ սերերի գումարը դարձավ թույն։ Ահա այս պատմության ամենասարսափելի պարադոքսը։ Թերևս մհերին ոչնչացրեց ոչ թե ատելությունը, այլ սերը, չափից շատ սերը։ Սեր, որը չգիտեր սահման, որը չէր ուզում տեսնել ցավը, որը ուզում էր միայն ծիծաղել ու խմել իր կուռքի հետ։ Իսկ եթե այդպես է, ապա ով է մեղավորը։ Կարող ենք մատը ուղղել մեկ մարդու։ Կարող ենք ասել, ահա, սա է դահիճը։ Թե դահիճը մենք բոլորս ենք։ Ողջ այն ժողովուրդը, որը ծիծաղում էր, չտեսնելով արդյունքը, որը ուզում էր մհերին տեսնել միշտ ուրախ, միշտ սրախոս, միշտ ծիծաղեցնող, առանց մտածելու, թե ինչ գին է վճարում մարդն այդ դիմակի համար։ Մենք ուզում էինք մեծ ծաղրացուին։ Մենք չէինք ուզում տեսնել տառապող մարդուն։ Եվ գուցե հենց դա էր ամենամեծ դավաճանությունը։ Ոչ թե նրան, ով լցնում էր բաժակը, այլ մեր բոլորիս, ովքեր նախընտրում էինք չտեսնել։
Որպեսզի ամբողջությամբ հասկանանք այս ողբերգությունը, պետք է խոսենք մի բանի մասին, որի մասին հազվադեպ են բարձրաձայն խոսում. խնջույքի, սեղանի, կենացի մշակույթի մասին։ Կովկասում, Հայաստանում, ողջ խորհրդային տարածքում սեղանը սրբազան վայր էր։ Այնտեղ ծնվում էին ընկերություններ, կնքվում էին հաշտություններ, արտահայտվում էր սերն ու հարգանքը։ Կենաց ասելը արվեստ էր, գրեթե ծես։ Իսկ մերժել բաժակը նշանակում էր ովքեր անկեղծ սիրով են մոտենում քեզ։ Ամեն մերժում վիրավորանք կլիներ, ամեն ոչ սառնություն։ Եվ այսպես, ժողովրդի սերը, որ պետք է լիներ նրա ուժը, դարձավ նրա բեռը։ Ամեն բաժակ, որ նա խմում էր ուրիշի սիրտը չկոտրելու համար, մի քայլ էր դեպի սեփական կործանումը։ Ահա այն դառը պարադոքսը, որ ընկած է այս ողջ պատմության հիմքում։ Նա սպանեց ոչ թե ադելությունը, այլ սերը, որ չգիտեր սահման։ Իսկ դարաշրջան ինքնին անողոք էր։ Խորհրդային համակարգում տաղանդավոր մարդիկ հաճախ այրվում էին ինչպես մոմեր, երկու ծայրից։ Նրանցից պահանջում էին ամեն ինչ՝ ստեղծագործել, ներկայանալ, ժպտալ, լինել ժողովրդի կուռքը, բայց քիչ էին մտածում, թե ինչ գին են վճարում այդ մարդիկ։ Քանի տաղանդ է կորել հենց այս ձևով, սիրված, փառաբանված, բայց ներքուստ մենակ ու կործանված։ Մհերը այդ երկար ցուցակի ամենավառ անուններից մեկն է, բայց ոչ միակը, եւ միգուցե հենց դա է դարձնում նրա պատմությունը այսքան ցավալի, որովհետև այն ոչ թե մեկ մարդու պատմություն է, այլ մի ամբողջ համակարգի, որ սիրում էր իր կուռքերին այնքան, որ չնկատեց, թե ինչպես է նրանց սպանում։ Կա նաև մի այլ կողմ, որի մասին քիչ են խոսում, բայց որից չենք կարող անցնել։ Մհերի շուրջը, ինչպես ամեն հայտնի մարդու շուրջը, կային տարբեր մարդիկ։ Կային իսկական ընկերներ, ովքեր սիրում էին նրան անկեղծորեն, ովքեր կանեին ամեն ինչ նրան օգնելու համար, բայց պարզապես չգիտեին ինչպես։ Բայց կային նաև ուրիշներ, մարդիկ, ովքեր մոտենում էին փառքին, ոչ թե մարդուն։ Մարդիկ, ովքեր հաճույք էին ստանում մեծ մհերի սեղանի շուրջ նստելուց, ովքեր կարող էին ապա պարծենալ. ես խմել եմ հենց մհերի հետ։ Այս մարդկանց համար մհերի թուլությունը ոչ թե ցավ էր, այլ առիթ մոտ լինելու մեծությանը։ Ով էր նրանցից ընկեր, եւ ով դահիճ։ Հաճախ դա հնարավոր չէր տարբերել, որովհետև երբեմն ամենավտանգավոր դահիճը հենց նա է, ով անկեղծ ժպիտով լցնում է հերթական բաժակը, առանց իմանալու, որ իր ձեռքն է մասնակից դանդաղ ոչնչացմանը։ Կա նաև մի այլ կողմ, որի մասին քիչ են խոսում։ Ինչ որտեղ հիշողությունների ու ընտանեկան լռության խորքում թաքնված են այն տարիների ճշմարիտ մանրամասները։ Ինչ էր կատարվում փակ դռների ետևում, ով էր մոտ, ով էր օգերօգտվում, ով էր պարզապես լուռ նայում։ Շատ բան չի գրվել, շատ բան մնացել է չասված, թաղված ընտանիքի ցավի, ամոթի ու լռության շերտերի տակ։ Մարդիկ, ովքեր գիտեին ճշմարտությունը, հաճախ նախընտրում էին լռել, թե հարգանքից, թե մեղքի զգացումից։ Ոմանք լռում էին, որպեսզի չստվերեն մեծ դերասանի պայծառ կերպարը։ Ոմանք լռում էին, որովհետև իրենք էլ էին այդ սեղանների շուրջ եղել։ Իսկ ինչ կպատմեին այդ չասված էջերը, եթե կարողանային խոսել։ Ում անունները կհնչեին։ Եվ ով կկանգներ պատասխան տալու հանճարի դանդաղ մարման համար։ Բայց անձնական ողբերգությունների այս շղթան դեռ ավարտված չէր։ Մնում էր եւս մեկ հարված, թերևս ամենաանտանելին հոր սրտի համար։ Դա վերաբերում էր նրա դստերը, Նունեին։ Ճակատագիրը նրան տարել էր հեռու, հայրենիքից շատ հեռու, օտար երկիր, եւ հենց այնտեղ, հեռվում, նրան հասավ դաժան հիվանդություն։ Հայր լինել նշանակում է պաշտպանել քո զավակին, բայց ինչպես պաշտպանես, երբ վտանգը ոչ թե թշնամի է, որի դեմ կարող ես կռվել, այլ հիվանդություն, որի դեմ անզոր ես։ Եվ ինչպես ապրես այն մտքի հետ, որ քո դուստրը հեռու է, տառապում է, իսկ դու ոչինչ չես կարող անել, նույնիսկ կողքին լինել։ Մհերն արդեն կորցրել էր կնոջը, հիվանդության, որդուն նույն հիվանդության։ Իսկ հիմա ճակատագիրը ձեռք էր մեկնում նաև դստեր կողմը։ Նունեն հոր սիրելի աղջիկն էր, նրա հույսը, նրա լույսը այն խավարում, որ կլանել էր ընտանիքին։ Մինչ կինն ու որդին հիվանդության գերության մեջ էին, դուստրը մնում էր այն թելը, որ կապում էր մհերին ապագայի, նորմալ կյանքի, հույսի հետ։ Բայց կյանքը նրան էլ տարավ հեռու, օտար, հեռավոր երկիր։ Եվ հենց այնտեղ, հայրենիքից հազարավոր կիլոմետր հեռու, դստերը հասավ դաժան հիվանդություն։ Մի հայր, ով արդեն կորցրել էր այնքան բան, հիմա ստիպված էր ապրել այն մտքի հետ, որ իր աղջիկը տառապում է հեռվում, իսկ ինքը չի կարող նույնիսկ կողքին լինել, ձեռքը բռնել, մխիթարել։ Հեռավորությունը այս դեպքում ոչ թե կիլոմետրեր էր, այլ անզորության անդունդ։ Ինչ է զգում հայրը, ով ի վիճակի չէ պաշտպանել իր երեխային։
Ողջ կյանքում մհերը հենց դա էր ուզել՝ պաշտպանել իր ընտանիքին, փրկել նրանց, պահել ապահով։ Բայց ճակատագիրը մեկ առ մեկ խլում էր նրանց, ապացուցելով ամեն անգամ, որ նա անզոր է։ Կին հիվանդություն, որդի հիվանդություն, դուստր հիվանդություն, հեռվում։ Մի մարդ, ով էկրանին փրկում էր, օգնում, պաշտպանում, իրական կյանքում միայն դիտում էր, թե ինչպես է ամեն ինչ քանդվում իր ձեռքերի արանքում։ Եվ չկար ոչ մի դեր, ոչ մի սցենար, ոչ մի ռեժիսոր, որ կարող էր փոխել այս ֆիլմի ավարտը, որովհետև սա կյանքն էր, ոչ թե կինո։ Իսկ կյանքը չունի երջանիկ ավարտներ նրանց համար, ում ճակատագիրն անեծքի տակ է։ Հենց այս կորուստների շղթան էր, որ դանդաղ անխնա կոտրում էր մհերին։ Ոչ թե ալկոհոլը ինքնին, ոչ թե հոգնածությունը, այլ հենց այս անverջ վիշտը, կաթիլ առ կաթիլ, հարված առ հարված։ Մարդը կարող է դիմանալ մեկ կորստի, կարող է թերևս դիմանալ երկուսին, բայց երբ կորուստները գալիս են անverջ, երբ ամեն անգամ, երբ թվում է ավելի վատ չի կարող լինել, ճակատագիրը գտնում է նոր ձև, ապացուցելու, որ կարող է, ապա մարդու հոգին ի վերջո դադարում է դիմադրել։ Եվ թերևս հենց դա էր կատարվում մհերի հետ վերջին տարիներին։ Նա այլևս չէր պայքարում, նա պարզապես սպասում էր, որովհետև մարդը, ով կորցրել է ամեն ինչ, ինչի համար ապրում էր, ի վերջո հոգնում է հենց ապրելուց։ Որ սիրտն է կարող դիմանալ այսքան կորստի։ Մի մարդ, որի ընտանիքը, այն ամենաթանկը, ինչ ունի մարդ, քայքայվում էր կտոր առ կտոր, տարի առ տարի, հարված առ հարված։ Կին հոգեբուժարանում, որդի նույն հիվանդության ստվերում, դուստր հեռու, հիվանդ։ Մի ողջ ընտանիք, որ ժամանակին լի էր սիրով, փառքով ու ծիծաղով, հիմա ցրված էր ցավի ու հիվանդանոցների միջև։ Եվ այս ողջ ընթացքում մհերը շարունակում էր աշխատել, շարունակում էր բեմ դուրս գալ, շարունակում էր ստեղծել, որովհետև թատրոնն ու կինոն դարձել էին նրա միակ ապավենը, միակ տեղը, որտեղ նա կարող էր փախչել իրականությունից։ Բեմում նա կարող էր լինել ուրիշ մարդ, ապրել ուրիշ կյանք, թեկուզ մի քանի ժամ չլինել ինքն իրեն։ Այնտեղ չկար հիվանդ կին, չկար հիվանդ որդի, չկար հեռավոր տառապող դուստր, կար միայն դերը, բեմը, դահլիճը, արվեստը։ Բայց ներկայացման ավարտից հետո, երբ վարագույրը փակվում էր և ծափերը հանգչում, նա կրկին վերադառնում էր ինքն իրեն, այն մարդուն, ում սպասում էր դատարկ տունը և լի բաժակը։ Արդյոք արվեստը կարող է փրկել մարդուն, թե այն պարզապես հետաձգում է անխուսափելին, որովհետև ամեն ներկայացում ավարտվում էր, ամեն դեր վերջանում էր, և ամեն անգամ դիմակը հանելուց հետո ներքևում մնում էր նույն վերքը, ավելի խորը, քան նախորդ օրը։ 1986 թվականին մհերը կյանքի կոչեց իր երազանքը։ Երևանում հիմնեց իր սեփական արտիստական թատրոնը։ Դա սկզբում կոչվում էր Վարդան Աջեմյանի անվան արտիստական թատրոն, և դա նրա հոգու երեխան էր, նրա վերջին մեծ սերը։ Նա հավաքեց երիտասարդ դերասաններ, սովորեցրեց նրանց, բեմադրեց ներկայացումներ, ներդրեց իր ողջ փորձն ու սերն այս նոր գործում։ Թատրոնն իր համար դարձավ նոր ընտանիք, ընտանիք, որ ինքն էր ստեղծել, որ ոչ ոք չէր կարող խլել իրենից հիվանդությամբ։ Երիտասարդ դերասանները նրա համար նոր երեխաներ էին, որոնց նա կարող էր սովորեցնել, պաշտպանել, սիրել։ Այստեղ նա ոչ միայն խաղում էր, այլև բեմադրում, ղեկավարում, դաստիարակում։ Բայց պատմությունն այնպես դասավորվեց, որ հենց այս թատրոնի ստեղծման տարիներին Հայաստանի վրա թափվեցին նոր արհավիրքներ, այնպիսիք, որ ստվերում թողեցին նույնիսկ նրա անձնական ողբերգությունը, որովհետև եկավ 1988 թվականի դեկտեմբերը։ Ավերիչ երկրաշարժը հողին հավասարեցրեց մհերի հարազատ Լենինականը, Գյումրին։ Այն քաղաքը, որտեղ նա ծնվել էր, որտեղ անցել էր նրա մանկությունը, որտեղ առաջին անգամ բեմ էր բարձրացել, ընկավ փլատակների տակ։ Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին։ Մի ողջ քաղաք վերածվեց ավերակների։ Մհերի համար սա ոչ միայն ազգային ողբերգություն էր, այլ անձնական։ Դա նրա արմատների, նրա մանկության, նրա սկզբի կործանումն էր։ Հետո եկավ Արցախյան պատերազմը, հետո Խորհրդային Միության փլուզումը։ Հայաստանը մնում էր մենակ, պատերազմի, շրջափակման ու խավարի մեջ։ Հետո եկավ էներգետիկ ճգնաժամը, այն տարիները, որ հայերն այսօր հիշում են որպես մութ ու ցուրտ տարիներ։ Տներում լույս չկար, ջերմություն չկար, հաց հազիվ էր հայթայթվում։ Մարդիկ ծառեր էին կտրում տաքանալու համար։ Երեխաները դասերն անում էին մոմի լույսի տակ։ Ողջ ժողովուրդը տառապում էր, ողջ երկիրը պայքարում էր գոյատևման համար։ Եվ այս ընդհանուր ողբերգության մեջ
Մհերը, ժողովրդի սիրելին, շարունակում էր մնալ ժողովրդի հետ, կիսելով նրա ցավը, նրա ցուրտը, նրա խավարը։ Կա ինչ-որ սարսափելի համապատասխանություն մհերի ներքին վիճակի և երկրի վիճակի միջև այդ տարիներին։ Ողջ Հայաստանը խավարի մեջ էր, բառիս ուղիղ իմաստով։ Գիշերները քաղաքները սուզվում էին լրիվ մթության մեջ։ Մարդիկ ապրում էին մոմի լույսի տակ, տաքանում էին փոքրիկ վառարաններով, որոնցում այրում էին այն, ինչ գտնում էին։ Ձմեռը անողոք էր։ Սովը իրական։ Եվ այս արտաքին խավարն ասես արդացոլում էր այն ներքին խավարը, որ մհերը կլում էր արդեն տարիներ։ Ասես ողջ երկիրը հիմա ապրում էր այն, ինչ նա ապրել էր մենակ՝ ցուրտ, մութ, անհույս։ Միգուցե հենց դրա համար ժողովուրդն այդ տարիներին ավելի սերտ կապ էր զգում նրա հետ, որովհետև նա հասկանում էր նրանց ցավը, ինչպես ոչ ոք։ Բայց մինչ ողջ երկիրը պայքարում էր գոյատևման համար, մհերի սեփական ուժերն արդեն սպառվում էին։ Տարիների վիշտը, կորուստները, ալկոհոլը, հոգեկան ու ֆիզիկական հյուծվածությունը, այս ամենը կուտակվել էր և հասնում էր իր սահմանին։ Ով կարող էր օգնել նրան այդ պահին, երբ ողջ ժողովուրդն ինքն էր կարիքի մեջ։ Երբ բոլորը զբաղված էին սեփական գոյատևմամբ, ով ուներ ուժ կամ ժամանակ նկատելու, որ ժողովրդի սիրելին մարում է իրենց աչքի առջև։ Եվ սա է թերևս ամենացավալին։ Նա հեռացավ հենց այն ժամանակ, երբ ողջ երկիրը չափազանց զբաղված էր սեփական ցավով, որպեսզի նկատեր նրա ցավը։ Մի մարդ, ով ողջ կյանքում մտածել էր ուրիշների մասին, հեռացավ ճիշտ այն պահին, երբ ոչ ոք չէր կարող մտածել իր մասին։ Եվ այնուամենայնիվ, նույնիսկ այդ ծանր օրերին նա չդադարեց հոգ տանել ուրիշների մասին։ Թատրոնի դերասանների աշխատավարձերը, որ նա բաժանեց վերջին օրերին, ապացույց են, որ նրա բարությունը չմարեց մինչ վերջ։ Մի մարդ, ով ինքն արդեն ոտքի վրա հազիվ էր կանգնում, դեռ մտածում էր, որ իր երիտասարդ դերասանները չմնան առանց հացի։ Ահա ողջ մհերի էությունը մեկ պատկերի մեջ։ Ինքը մարում էր, բայց դեռ լույս էր տալիս ուրիշներին։ Ինքը սոված էր սիրո ու հոգատարության, բայց դեռ կերակրում էր ուրիշներին։ Որ մարդն ունի այսքան ուժ, վերջին շնչում էլ մտածելու ուրիշների մասին։ Եվ ինչու էր այս նույն մարդը, ով այսքան հոգ էր տանում բոլորի մասին, մնում այնքան մենակ, որ ոչ ոք չհոգաց իր մասին։ Ասում են այդ ծանր տարիներին, երբ թատրոնի դերասանները հազիվ էին ծայրը ծայրին հասցնում, մհերը հոգ էր տանում նրանց մասին։ Նա, ով ինքն էր կարիքի մեջ, ով ինքն էր մաշված ֆիզիկապես ու հոգեպես, դեռ մտածում էր ուրիշների մասին։ Մինչ ինքը կորչում էր, նա չէր թողնում, որ կորչեն իր մարդիկ։ Ահա մի մանրամասն, որից սեղմվում է սիրտը։ Կյանքի վերջին օրերին։ Հանկարծամահ լինելուց ընդամենը 1 օր առաջ նա բաժանել էր արտիստական թատրոնի դերասանների աշխատավարձերը և գնացել տուն։ Մի մարդ, ով ինքն արդեն հատել էր ուժերի սահմանը, ով արդեն կանգնած էր վերջի շեմին, դեռ ապահովում էր, որ իր մարդիկ չմնան առանց հացի այդ դաժան ձմռանը։ Որ ուժն էր նրան պահում ոտքի վրա այդ վերջին օրերին։ Եվ արդյոք նա ինքն էր զգում, որ դա վերջն է, որովհետև ճակատագիրը պատրաստել էր ևս մեկ դաժան համընկնում։ 1993 թվականի դեկտեմբերի 25-ին վախճանվեց Ազատ Շերենցը, մեծ դերասան, մհերի ամենամոտ ընկերը, մարդը, ում հետ նրանք երկար ճանապարհ էին անցել, թե կյանքում, թե ֆիլմերում։ Շերենցն ինքն էլ Գյումրու որբանոցների սան էր։ Մարդ, ով կյանքի ծանր դպրոց էր անցել ինչպես մհերը։ Մհերը նրա մասին ասում էր այնպիսի սիրով ու հիացմունքով, ինչպիսին քիչ էր արտահայտում որևէ մեկի հանդեպ։ Նա ասում էր, որ Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ, որ նա խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ, որ բնությունն ինչ-որ առեղծվածով է ստեղծել այդ մարդուն, և որ ոչ ոք չգիտի նրա հմայքի գաղտնիքը։ Շերենցի մահը մհերի համար եղավ վերջին հարվածներից մեկը։ Ընկերը, ում հետ կիսում էր և բեմը, և սեղանը, և լռությունը, գնաց։ Մի մարդ, ով հասկանում էր իրեն առանց բառերի, ով տեսել էր նրա և բարձունքները, և անդունդները, ով չէր դատում։ Եվ ընդամենը մի քանի օր անց ընկերոջ ետևից գնաց նաև մհերը։ Ասես չկարողացավ ապրել առանց վերջին մարդու, ով հասկանում էր իրեն։ Ասես այդ վերջին կորուստը այն կաթիլն էր, որից բաժակը վերջապես լցվեց մինչ եզր։ Կա ինչ-որ սարսափելի բանաստեղծականություն այս համընկման մեջ։ Երկու ընկեր, երկու մեծ դերասան գնացին գրեթե միասին, մի քանի օրվա տարբերությամբ, ձմռան այդ ամենամութ օրերին։ Հետաքրքիր է, որ վերջին օրերին մհերն ինքն ասես կանխազգում էր իր հեռանալը։ Ըստ դստեր Նունեի վկայության, հայրը զգում էր, որ շուտով հեռանալու է, և նույնիսկ զրուցել էր նրա հետ այն մասին, թե ինչպես է պատկերացնում մարդկանց արձագանքը իր մահվանը։
Մի մարդ, ով ողջ կյանքում մտածում էր ուրիշների մասին, նույնիսկ սեփական վախճանի շեմին մտածում էր, թե ինչպես կընդունեն դա ուրիշները։ Որ ուրիշ մարդ կմտածեր այդ մասին։ Եվ արդյոք սա չէ ողջ մեհերի էության բանաձևը, նույնիսկ սեփական ողբերգության պահին մտածել ժողովրդի մասին, որին այդքան սիրում էր, եւ որն այդքան սիրում էր իրեն։ Ասես նա ողջ կյանքում խաղում էր մի վերջին դեր, որի ավարտը արդեն գիտեր, եւ պարզապես ուզում էր, որ վարագույրը գեղեցիկ փակվեր։ 1993 թվականի դեկտեմբերի 29։ Այս օրը Մհեր Մկրտչյանի երկրային ճանապարհն ավարտվեց։ Նա ապրեց 63 տարի։ Սիրտը, որ տարիներ շարունակ կրել էր այնքան ցավ, որքան բավական կլիներ 10 կյանքի համար, վերջապես հանգստացավ։ Նա հեռացավ ճիշտ այնպես, ինչպես Եռանկյունի ֆիլմի դարբին Մկրտիչը, ասես բարձրացավ վեր ու այլևս չվերադարձավ։ Հեռացավ լուր, համեստ, առանց աղմուկի, այնպես, ինչպես ապրել էր իր ցավը, առանց ուրիշներին ծանրաբեռնելու։ Մի մարդ, ով ողջ կյանքում ուրիշներին ուրախություն էր նվիրել, հեռացավ այն ձմռանը, երբ ողջ երկիրը մթության ու ցրտի մեջ էր։ Եվ ահա այստեղ ճակատագիրն ինքը ստեղծեց ամենահզոր տեսարանը։ Ողջ Հայաստանը սգաց։ Դեկտեմբերի վերջին այդ ցուրտ մութ օրերին, երբ երկիրը պայքարում էր գոյատևման համար, երբ մարդիկ լույս ու ջերմություն չունեին, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, վերջին անգամ հրաժեշտ տալու իրենց սիրելիին։ Նրանք եկան ոչ թե հրամանով, ոչ թե պարտադրանքով, այլ սրտի թելադրանքով։ Եկան ողջ Հայաստանից, եկան նրա հարազատ Գյումրիից։ Հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Երևանում, եւ ապա Սգոթափորը ճանապարհ ընկավ դեպի Կոմիտասի անվան Պանթեոն, Երևանի սրտում, որտեղ նա հանգչեց ազգի մեծերի կողքին։ Ահա այն դառը ճշմարտությունը։ Այս մարդը, ով կյանքում այդքան մենակ էր, մահից հետո շրջապատված էր հազարավոր մարդկանց սիրով։ Բայց ուր էր այդ սերը գիշերները, երբ նա մնում էր մենակ դատարկ տանը։ Կա մի մտածմունք, որ չի թողնում հանգիստ, երբ նայում ես այս հրաժեշտի տեսարանին։ Հազարավոր մարդիկ, ովքեր եկել էին վերջին ճանապարհ ուղեկցելու, անկասկած անկեղծ էին։ Նրանք իսկապես սիրում էին Մհերին, բայց որտեղ էր այս ողջ սերը այն տարիներին, երբ նա դեռ ողջ էր, երբ նրան իսկապես պետք էր մի ձեռք, մի ուս, մի մարդ, ով կմնար կողքին։ Ինչու ենք մենք միշտ սովորում սիրել մարդկանց ճիշտ ձևով միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է։ Ինչու ենք բերում ծաղիկներ գերեզմանին, երբ չենք բերել մի բարի խոսք դեռ ողջ եղած ժամանակ։ Սա ոչ միայն Մհերի պատմությունն է, սա մեր բոլորիս պատմությունն է, մարդկանց, ովքեր սովորում են գնահատել միայն կորցնելուց հետո։ Տարիներ անց Երևանում, Սարյանի անվան պուրակում բացվեց մի հուշարձան, նվիրված այն ֆիլմի հերոսներին, որտեղ խաղացել էր նաև Մհերը։ Մարդիկ գալիս են, լուսանկարվում, ժպտում։ Բրոնզե արձանը հավերժացրել է այն ուրախ կերպարը, որ ողջ ժողովուրդը սիրում էր։ Բայց բրոնզն ի վիճակի չէ ցույց տալ այն, ինչ թաքնված էր այդ կերպարի ետևում, մարդուն, ով կրում էր անտանելի բեռ։ Արձանները հավերժացնում են դիմակը, ոչ թե դեմքը։ Եվ թերևս դա է մեր հիշողության ողբերգությունը։ Մենք հիշում ենք կուռքին, ոչ թե մարդուն։ Մենք հիշում ենք ծիծաղը, ոչ թե արցունքը։ Բայց իսկական հուշարձանը ոչ թե բրոնզն է, այլ նրա արվեստը։ Նրա ֆիլմերն այսօր էլ ապրում են։ Նոր սերունդները, ովքեր երբեք չեն տեսել ողջ Մհերին, դիտում են Միմինոն, Ինոն ու Կովկասի գերուհին եւ ծիծաղում ճիշտ այնպես, ինչպես ծիծաղում էին նրանց պապերը։ Նրա ձայնը, նրա հայացքը, նրա անկրկնելի դադարները շարունակում են ապրել։ Եվ սա է թերևս միակ արդար բանը այս ողջ ողբերգության մեջ։ Այն ցավը, որ նա գրեց, փոխագերբվեց արվեստի, որ տալիս է ուրախություն տասնամյակներ շարունակ։ Մի մարդ, ով ինքը երջանկություն չճանաչեց, դարձավ երջանկության աղբյուր միլիոնավորների համար։ Բայց արդյոք սա մխիթարություն է, թե դա պարզապես դարձնում է նրա ճակատագիրն էլ ավելի ողբերգական։ Իսկ Մհերի թատրոնը, նրա հոգու վերջին երեխան, շարունակեց ապրել նրա անունով, թեև տարիների ընթացքում անցավ ծանր ճանապարհ։ Երիտասարդ դերասանները, ովքեր այսօր բեմ են բարձրանում Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, շատերը նրան երբեք չեն տեսել կենդանի, բայց նրանք կրում են այն կրակը, որ նա վառեց։ Իսկ այն պիեսը, որ նա բեմադրում էր կյանքի վերջին ամիսներին, մնաց անավարտ, ընդհատված այնպես, ինչպես ընդհատվեց իր սեփական կյանքը, կես խոսքի վրա, լույսերը դեռ վառ։ Որքան բան էր նա դեռ ուզում ասել, որքան դեր էր դեռ ուզում խաղալ, որքան ուրախություն էր դեռ ուզում նվիրել։
Այս հարցերը մնում են անպատասխան, ինչպես այն վարագույրը, որ փակվեց չափազանց շուտ։ Բայց պատմությունը այստեղ չավարտվեց, որովհետև ճակատագիրն ունի իր սարսափելի տրամաբանությունը։ Դոնարան, կինը, ում հիվանդությունից սկսվեց ողջ ողբերգությունը, ապրեց ամուսնուց շատ ավելի երկար։ Նա իր կյանքի վերջին տասնամյակները, ասում են ավելի քան 25 տարի, անցկացրեց հոգեբուժարանում եւ հեռացավ միայն 2011 թվականին։ Նա ապրեց ավելի երկար, քան իր ամուսինը, ավելի երկար, քան իր երկու երեխաները։ Մի կին, ով հիվանդության պատճառով գրեթե չգիտակցեց իր կորուստները, ապրեց մինչ իր շուրջը մեկ առ մեկ հեռանում էր ողջ ընտանիքը։ Արդյոք կա ճակատագրի ավելի դաժան հեգնանք, քան այս։ Այն մարդը, ով ամեն ինչ արեց կնոջը փրկելու համար, գնաց առաջինը, իսկ կինը, որին փրկել չհաջողվեց, ապրեց ամենաերկարը, մենակ, մոռացված, հիվանդանոցի պատերի մեջ։ Մտածեք այս կնոջ ճակատագրի մասին մի պահ։ Դոնարան, լուսանկարները, հիշողությունները։ Մնաց մի անուն, որ այսօր էլ արտասանվում է սիրով ու ակնածանքով։ Բայց ետևում, այդ անվան ետևում մնաց մի դատարկություն, որ ոչ մի փառք, ոչ մի սեր, ոչ մի հիշողություն չի կարող լրացնել, որովհետև մարդիկ գնացին, իսկ մարդկանց ոչինչ չի կարող փոխարինել, ոչ ֆիլմը, ոչ արձանը, ոչ թատրոնը, որ կրում է նրա անունը։ Եվ եթե այսօր կանգնենք Կոմիտասի անվան Պանթեոնում, նրա հանգստավայրի առջև եւ լուր նայենք այդ քարին, գուցե հասկանանք ինչ-որ բան, ինչ նա ողջ կյանքում ուզում էր մեզ ասել, բայց չկարողացավ, որովհետև մենք միշտ ուզում էինք միայն ծիծաղել, որ ետևում ամեն ժպիտի մարդ կա, որ ետևում ամեն կուռքի կենդանի սիրտ կա, որ կարող է կոտրվել, որ սերը, որ չի տեսնում ցավը, երբեմն ավելի վտանգավոր է, քան ատելությունը, եւ որ ամենասիրված մարդը կարող է մեռնել մենությունից, բառիս ամենաուղիղ իմաստով, շրջապատված սիրով, որ ոչ ոք երբեք չվերածեց իրական հոգատարության։ Դուստրը Նունեն հեռացավ 1998 թվականին, հեռավոր երկրում, հոր մահից ընդամենը մի քանի տարի անց։ Որդին Վազգենը ողջ կյանքը մնաց հիվանդության ստվերում։ Ընտանիք, որ ժամանակին լի էր սիրով, փառքով ու ծիծաղով, դառնության կաթիլ առ կաթիլ ոչնչացավ, թողնելով միայն հիշողություն եւ չպատասխանված հարցեր։ Մի ողջ տողմ, որ ճակատագրի անեծքի տակ էր, անհետացավ, թողնելով միայն ֆիլմերն ու լուսանկարները։ Իսկ Մհերի թատրոնը, նրա հոգու վերջին երեխան, վերանվանվեց նրա անունով։ Հենց վերջին տարիներին նա բեմադրում էր Լևոն Շանթի մի պիես, որը մնաց անավարտ, ընդհատված նրա հեռանալով։ Այսօր էլ Երևանում կա Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը, որտեղ երիտասարդ դերասանները շարունակում են այն գործը, որ նա սկսել էր ու չհասցրեց ավարտել։ Իսկ նրա ֆիլմերը մինչ օրս ստիպում են մարդկանց ծիծաղել ու լաց լինել, հաճախ միաժամանակ։ Եվ ահա մենք վերադառնում ենք այն հարցին, որից սկսել էինք, այն հարցին, որ այսքան ճանապարհ անցնելուց հետո հնչում է բոլորովին այլ կերպ։ Ովքեր էին իրականում նրանք, որ լցնում էին այդ բաժակը։ Ընկերներ, որ չտեսան ցավը, դահիճներ, որ կերակրվում էին հանճարի թուլությունից։ Մի ամբողջ դարասրջան, թե ինչպես սիրել, առանց ոչնչացնելու։ Թե մենք բոլորս, ողջ այն ժողովուրդը, որ ծիծաղում էր նրա կատակների վրա, չմտածելով, թե ինչ գին է վճարում մարդն այդ ծիծաղի համամար։ Միգուցե ճշմարտությունն այն է, որ պարզ պատասխան չկա, որ դահիճն ու ընկերը երբեմն նույն դեմքն ունեն, նույն բաժակը բռնած, նույն կենացն ասելով, նույն ժպիտով, որ ամենավտանգավոր սերը հենց այն սերն է, որ չի ուզում տեսնել ճշմարտությունը։ Միգուցե իրական դահիճը ոչ թե այս կամ այն մարդն էր, այլ բուն մենությունը, այն մենությունը, որ չի երևում մարդկանց բազմության մեջ, այն մենությունը, որ ապրում է հենց ամենասիրված մարդկանց ներսում, որովհետև որքան բարձր ես, այնքան ավելի մենակ ես, որքան շատ են քեզ սիրում որպես կուռք, այնքան քիչ են քեզ ճանաչում որպես մարդ։ Եվ Մհերը, ով ուներ ողջ ժողովրդի սերը, չուներ այն մի ձեռքը, որ կպահեր իրեն գիշերները, այն մի ձայնը, որ կասեր. «Բավ է, Մհեր ջան, գնանք տուն»։ Նա ուներ հազարավոր երկրպագու եւ գրեթե ոչ մի մարդ, ով կտեսներ նրա արցունքը։ Մի բան հաստատ է. երբ հաջորդ անգամ դիտեք Միմինոն կամ Կովկասի գերուհին, երբ ժպտակ այդ թախծոտ, անկրկնելի աչքերին, հիշեք, որ այդ ժպիտի հետևում մի մարդ էր կանգնած, ով դες տալիս էր այն ուրախությունը, որից ինքն այդքան զրկված էր։
Ով ծիծաղեցնում էր միլիոնավորների, թաքցնելով սեփական արցունքները։ Ով սիրված էր ողջ ժողովրդի կողմից եւ մնում էր կատարյալ մենության մեջ։ Ով ողջ ընտանիքը կորցրեց հիվանդության ու ճակատագրի անողող ձեռքով եւ շարունակեց ժպտալ, որպիսի մենք ծիծաղեինք։ Հիշեք նրան ոչ միայն որպես մեծ կատակերգուի, այլ որպես մարդու, որի կյանքը ողբերգություն էր, թաքնված ծիծաղի ետևում։ Բայց գլխավոր հարցը մնում է կախված օդում, ինչպես չմարված մի ճրագ այդ մութ ու ցուրտ տարիների խավարում։ Եթե մենք բոլորը սիրում էինք նրան այդքան շատ, ապա ինչու թույլ տվեցինք, որ նա հեռանա այդքան մենակ։ Եթե ամեն մարդ ուզում էր մի բաժակ խմել նրա հետ, ապա ինչու ոչ ոք չմնաց պարզապես նրա կողքին։ Եվ ով կպատասխանի այս հարցին հիմա, երբ ճշմարտությունը թաղված է մնում այն լռության շերտերի տակ, որ ոչ ոք երբեք չհամարձակվեց բարձրաձայն խախտել։ Ով էր լցնում այդ բաժակը։ Ընկեր թե դահիճ։ Թե այդ հարցն ինքնին սխալ է, եւ իսկական հարցն այն է, ինչու մենք բոլորս, ողջ ժողովուրդը, որ այդքան սիրում էինք նրան, թույլ տվեցինք, որ մեր ամենասիրելի ծիծաղը մարի այդքան լուռ, այդքան մենակ, ձմռան այդ ամենախավար գիշերում։